Քրիստոս Աստված մեր, մահյա, աղբանյա և օրհնյա, զազգսայոց եկեղեցիս Հայաստանից, ընդունանյա սուրբ և պատրական խաչմերկոյի խաղ, եկյա, հասատյա, երևելի և աներևույթ թշնամյաց։ Սա պահպանված է, հին Երևանը չկա, իսկ սա կա, ինչու՞։ Այն հոգևորականները, որոնք զղջման զգացողություն ունեն, զղջմանը սովորաբար հաջորդում են գործնական քայլերը։ Աշխարհիկ պետությունը իր բոլոր իշխանության թևերով իրավունք չունի քիթը մտցնելու եկեղեցու կամ հոգևոր տիրույթում ներքին կառավարելի հարաբերությունների դաշտ։ Խրիմյան հայրիկը իր արժանի տեղը ունի մեր կաթողիկոսների շարքում, բայց Գևորգ IV-ին մենք դեռ պարտք ենք։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված ներքին լարվածությունը, եկեղեցի իշխանություն փոխհարաբերությունները, կարգալույթ հռչակված քահանաների դիրքորոշումը, արդյոք նրանք պատրաստվում են վերադառնալու մայրաթոր եւ զղջման հանդես գալու, եւ զղջման հանդես գալու պարագայում մայրաթորը պատրաստ է ընդունելու իր մոլորված զավակներին։ Այս հարցերը առ այս պահ շարունակվում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Հենց այս ֆոնին կարևորվում է եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը, պարզաբանումները եւ այն առաջարկվող ուղիները, որոնցով հնարավոր կլինի վերականգնելու միասնականությունն ու վստահությունը։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար այսօր Մայրաթոր Սուրբ Էջմիածնում զրուցելու ենք Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հետ։ Հայր Սուրբը, նախ շնորհակալ եմ եւ ուրախ եմ, որ ընդունեցիք հարցազրույցից հրավերը եւ նախ եւ առաջ կցանկանամ նշեք, թե ինչպես եք եւ ինչպես եք իրականացնում ձեր հոգեվոր ծառայությունը, որովհետեւ ում որ դուք հաջորդեցիք, կարգալույց է հռչակված, նկատի ունեմ նախկին Գևորգ Սրբազանին, Արման Սարոյանին, ինչպես է ընթանում ձեր հոգեվոր ծառայությունը, կան խոչընդոտներ։ Հարց եք տալիս, որին այս պահին ես ըստ էության չեմ կարող պատասխանել, ընդհանրապես ձեզ մի քանի դիտարկում անեմ, վեհապարի տնօրենության հետ կապված, որ ինձ է առնչվում, կա դատական վարույթ, կա հարկադիրի բողոք եւ կա քննչականի կողմից, այսպես ասած, վկայի կարգավիճակով կանչ։ Մնացածը դուք որոշեք, ինչպես է ընթանում հոգևորականի ծառայությունը։ Օրերս Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այցելել էր Թուրքիա, Ստամբուլ, այնտեղ այցելել էր նաև Բոլսո հայոց պատրիարքարան եւ պատրիարք Սահակ էպիսկոպոս Մաշալյանը ընդունել էր նրան։ Սա եկեղեցում ինչպես ընդունեցին այս հանգամանքը, քանի որ Սահակ Սրբազանը փաստորեն ընդունեց Հայաստանի իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկին, որ կտրականապես մերժում է ամենայն հայոց կաթողիկոսին վեհապար Հայրապետին։ Եկեղեցին սա ինչպես ընդունեց։ Դուք նկատի ունեք եկեղեցի ասելով ում։ Մայրաթորի հոգևորականները վեհապար Հայրապետը։ Մտածում եք, որ մենք դրանից հետո բոլորով հավաքվել ենք, քննարկել ենք։ Սովորաբար Պոլսի պատրիարքության հետ կապված երբ որ հարցեր են լինում, կամ ընդհանրապես Պոլսո պատրիարքության հոգևորականության առնչությամբ մենք շատ զգուշ ենք, որպեսզի իրենց չվնասեն, գիտեք ինչպիսի պայմաններում են ապրում եւ գործում։ Այսինքն որևիցե մեկնաբանություն այս առումով չեմ ուզում անել։ Շատ զգուշ ենք պարզապես, հավանաբար ընդունել են որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի, առանց նկատի ունենալով նրա անձը եւ որակները։
Իհարկե Մայրաթորը դատապարտեց այդ երևույթը, բայց հայտնի է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գործող իշխանությունը իր նախընտրական ծրագրում ներառել է նաև եկեղեցու այսպես կոչված բարենորոգման ծրագիրը։ Եթե ընտրություններում գործող իշխանությունը կրկին հաջողություն գրանցի, սա ինչպես է անդրադառնալու Մայրաթորի վրա, ինչ սպասելիքներ ունեք այս առումով դուք։ Ես կարծում եմ պիտի ուրախանանք մենք, որ իրենց նախընտրական ծրագրում ներառել են նման դրույթ, այն իմաստով, որ ինչ իրենք ծրագրում են, հակառակն են անում։ Ես մի փոքր ավելի ձեր հարցերը տանեմ հոգևոր ոլորտ, երբ որ մենք ասում ենք հավատում ենք, մենք նկատի չունենք, որ համոզված ենք, որ Աստված գոյություն ունի։ Եկեղեցու կյանքում, երբ որ մենք կանգնում եւ արտասանում ենք հավատո բանաձևը, հավատամքի մի Աստված եւ այլն, այդ հավատամքը չի նշանակում, որ մենք ուղղակի ասում ենք, որ Աստված գոյություն ունի, մենք ընդունում ենք։ Մենք դա ասելով նաեւ ասում ենք, որ մենք Աստծուն վստահում ենք եւ երրորդ կետում, որ Աստծուն հավատարիմ ենք։ Այսինքն հավատալ նշանակում է համոզված լինել, որ Աստված գոյություն ունի, մենք ապավինում ենք իրեն, մեր ապավինության աղբյուրն է, հենքն է։ Եվ երրորդը, մենք մեր կյանքը կառուցում ենք աստվածային ճշմարտությունների վրա։ Հիմա դուք հարցնում եք վստահության հետ կապված, ես ասում եմ, եթե վստահություն չունենք, ուրեմն չենք հավատում Աստծուն։ Եվ մեր առաքելությանը անդրադառնաք կարգալույց քահանաներին եւ նաեւ այն բարձրաստիճան հոգեվորականներին, որոնք այս օրերին պահանջում են վեհապար հայրապետի հեռանալը։ Կարգալույց քահանաների մոտ կարծես թե նեղվածություն կա եւ հիմա այնուամենայնիվ այդպես է երևում, որ նրանք ափսոսանք են ապրում, որ նման քայլի են դիմում, ներքին խոսակցությունների համաձայն էլ Արցախի թեմի առաջնորդ Վրդաներ Սրբազանն է ներողություն խնդրել, փորձել իր սխալները ուղղել եւ նաև Արմլուրի հեզրույցում, մեծ հեզրույցում նախկին Տեր Թադեն է նշել, որ ինքը պատրաստ է Մայրաթորի հետ երկխոսության։ Ինչ է պատրաստվում անել այս առումով Մայրաթորը, պատրաստ է ընդունել իր մոլորված զավակներին։ Ընդհանուր հարց եք տալիս, որի ծալքերին ես շատ չեմ տիրապետում։ Ձեր պնդումը, որ զղջում են տարբեր տեղեր, ասում են, ինձ հայտնի չէ, անկեղծ ասած։ Իսկ այն հոգևորականները, որոնք զղջման զգացողություն ունեն, զղջմանը սովորաբար հաջորդում են գործնական քայլերը։ Ես օրինակ կուզենայի տեսնել գործնական քայլեր այդ առումով։ Եթե գործնական քայլեր չկան, մենք չենք կարող վերացական պնդումներ անել։ Եթե լինեն, եթե կարգալույց քահանաները վերադառնան Մայրաթոր, ներողություն խնդրեն, ինչպես է կազմակերպվում այդ գործընթացը, որ պարագայում է, որ անհնար է նրանց վերականգնել։ Կա վստահաբար քննության կառնի, այսինքն կլինի լսում, ունկնդրում, եւ դրանից հետո արդեն բարձր իրավասու մարմինների կողմից համապատասխան որոշում կկայացվի։ Հայր Սուրբ, նաև կարգալույց քահանաների հետ կապված եւս մեկ հարց, նախկին Տեր Թադեն եւ նախկին Տեր Արամը հայց էին ներկայացրել դատարան եւ կրկնակի հայց ստանալուց հետո դատարանը որոշել էր պարտավորեցնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին նրանց վերականգնելու նրանց հոգեվոր ծառայության պաշտոնները եւ դեռ ավելին պահանջել էր, որպեսզի Մայրաթորը հիմքեր ներկայացնի, թե ինչ պատճառով է նրանց կարգալույց հռչակել։ Այս ուղղությամբ Մայրաթորը ինչ է պատրաստվում անել։ Ես ձեր հարցին կպատասխանեմ գաղափարական գլոբալ մոտեցմամբ առանց անձնանունների եւ անձնավորված ուղղվածության, զուտ ասելով, որ աշխարհիկ պետությունը իր բոլոր իշխանության թևերով իրավունք չունի քիթը մտցնելու եկեղեցու կամ հոգևոր տիրույթում ներքին կառավարելի հարաբերությունների դաշտ։ Դա վերաբերում է ուրեմն թե ով է հոգևորական, ով չէ հոգևորական եւ այլն։ Մանավանդ որ հոգևոր դաշտը կարգավորվում է ձեռնադրություններով, շնորհներով, սա զուտ պարզ մարդկային հարաբերություն չէ, եւ հենց այդտեղ է աշխարհիկ եւ հոգևոր իշխանությունների տարանջատման ամբողջ իմաստը։ Երբ որ
աշխարհիկ իշխանությունը ոտնահարում է այդ սահմանը եւ մուտք է գործում տարածք, որը իրենը չէ, եւ նախադեպային որոշումներով նաեւ Եվրոդատարանի, չէ, դա ի վերջո ահազանգ է, չէ, ազդանշան է։ Այդ նախադեպային որոշումները կան արդեն։ Այսինքն արդարադատության համակարգը չի ուզում հաշվի նստի դրա հետ։ Իդեպ ձեզ ասեմ, մենք որպես եվրոպական այսպես քաղաքականության դաշտում գտնվող պետություն, չէ, Եվրախորհրդարանի անդամ ենք որոշակի մեր իրավունքներով եւ պարտավորություններով, ոչ մի եկեղեցի, կաթոլիկ եւ օրթոդոքս եկեղեցիները թույլ չեն տա ուղակի նախադեպ ստեղծվի, երբ աշխարհիկ իշխանությունները միջամտում են եկեղեցու ներքին գործերին, որոշելով թե ով է հոգևորական, ով չէ, ով պետք է առաջնորդ լինի, ով չի կարող լինել։ Եկեղեցու պետ, եկեղեցու գլուխը նպատակահարմար է, որ շարունակի իր ծառայությունը, թե նպատակահարմար չէ եւ այլն։ Ոչ մի եկեղեցի, որտեղ եւ կաթոլիկ եկեղեցում բազմաթիվ դժգոհ նախկին հոգևորականներ կան, եւ նաեւ աշխարհիկ աշխատողներ, եւ նաեւ օրթոդոքս եկեղեցիներում, բայց ոչ միտեղ նախադեպ չի գրանցվել։ Այստեղ նաև սահմանադրություն է խախտվել։ Ուրեմն մենք անընդհատ ասում ենք, իրենք անընդհատ իրենց ականջները փակ են պահում։ Խոսքս արդարադատության համակարգի մասին է։ Սահմանադրություն է խախտվել։ Սահմանադրական հոդվածներ են ոտնահարվել։ Մենք ասում ենք, մենք լսում ենք, մենք ասում ենք, մենք լսում ենք։ Հասկանում եք։ Լավ, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ի վերջո ես էլ լսարանում եմ, չէ՞։ Եվ իմ շրջապատում բոլորը գիտեն, որ սահմանադրություն է խախտվել։ Հենց այս հարցերով։ Երբ դատարանները կայացրել են որոշում, որ իրավունք իրենք չունեին։ Հիմա իմ շրջապատում չկա այդպիսի մարդ, որը հակառակն է մտածում։ Թող իրավապահները, իրավագետները, իրավաբանները, չգիտեմ, արդարության համակարգի կարկառու ներկայացուցիչները, թող շատ պարզ կերպով մարդկանց բացատրեն, որ սահմանադրություն չի խախտվել։ Չեն անում, որտեղ իրենք էլ գիտեն, որ խախտել են։ Եվ սա նշանակում է իշխանության ուզուրպացիա, ուրիշի լիազորությունների յուրացում։ Այսինքն խոշոր հաշվով դուրս է գալիս, որ մենք դառնում ենք սահմանադրախախտ։ Դուրս են գալիս, եւ մեր պետությունը դուրս է գալիս իր սահմանադրականության ռելսերից։ Եվ ո՞վ է պատասխան տալու սրա համար։ Թող բացատրեն, եթե այդպես չէ։ Ի վերջո օրենքները մենք էլ ենք կարդում, իրենք էլ են կարդում, սահմանադրությունը մենք էլ ենք կարդում, իրենք էլ են կարդում։ Թող բացատրեն, որ այդպես չէ։ Պատահական չէ նաև, որ քրիստոնեական էսիլքով գծված առաջի տաճարը, կամ մայր տաճարը, որը համարվում է առաջինը որպես մայր տաճար կաֆեդրալ բազիլիկա ամբողջ աշխարհում, հենց այստեղ է հիմնադրվել։ Տեսեք, այս պայից սկսած մինչև անհիշելի ժամանակներ, մինչև Նոյի ժամանակներ, այս վայրը միշտ մարդու կողմից դիտվել է երկնքի հետ կապ ապահովող վայր, որտեղ կարող է գալ աղոթել, որտեղ կարող է գալ Աստծո ներկայությունը զգալ, իր հոգին, միտքը, զգացումները բացել Աստծո առաջ, իրեն դիտարկել Աստծո հայացքի ներքո, մի տեսակ ոնց որ Աստծո թանձրացական ներկայությունն է զգացել։ Գուցե մյուս սխալների նման մեկ ներողությամբ կկոծկեն այս սխալը եւս։ Սահմանադրություն խախտելը ենթադրում է քրեական հոդված, հետևանքների վերացում, այդ հոդվածների խախտումով մարդկանց իրավունքներ են խախտվել, ոչ միայն հոգևորականների իրավունքներ են խախտվել, այլև հավատացյալների իրավունքներ են խախտվել, ընտանիքներ են մտել, այդ թվում նաև փոքր երեխաների իրավունքներ են խախտվել, քահանաների, հասկանում ով է պատասխան տալու սրա համար։ Ինչ է այս ընթացքում քահանաների ընտանիքներ են մտել։
Չէ, այս ընթացքում քահանաները այդ որոշումների արդյունքում անցել են ամբողջ տառապանքի ճանապարհ, վախի ճանապարհ։ Այո, նաև քահանաների նկատմամբ բռնաճնշումներ են եղել, սպառնալիքներ են եղել։ Խոսքը եւ Մասյացոտնի թեմի քահանաների մասին է, եւ Արագածոտնի թեմի քահանաների մասին է։ Այո, եւ իրավապահ համակարգը կույր է ձևացել, դրանք հետևանքներ չեն ունեցել։ Եւ այսօր փորձում են այս հակաեկեղեցական արշավի շրջանակներում հակաօրինական, հակասահմանադրական եղանակներով ուրեմն անօրինական որոշում է կայացրել դատարանը։ Սրա վրա իրենք ուզում են օրինական գործընթացներ սկսել։ Վեհապարի դեմ, սրբազանների դեմ, իմ դեմ, հասկանում եք։ Ուրեմն ժողովրդավարությունից են խոսում, բայց եկեղեցու ժողովուրդը, այսինքն հավատացյալների, նրանք ովքեր եկեղեցու զավակներ են, անդամներ են, իրենք իրենց կարծիքը արդեն ասել են, եւ մեր եկեղեցիները լցնելով, եւ նաեւ պարզ երևում է, որ թեմերի հավատացյալները իրենց հովությունները, ի վերջո քահանաների մեծամասնությունը իրենց խոսքը արդեն ասել են։ Դուք այս ժողովրդից, եկեղեցու հավատացյալներից իրենց իրավունքը չեք խլում դատարանի միջոցով ապօրինի որոշման արդյունքում։ Ինչու՞։ Եվ ես ասել եմ հավատացյալներին, այն ուրախությունը եւ այն ազատությունը, որ դուք հիմա բարձրացնում եք, որ ունեք եւ այլն, պետական կառույց, որի անունն է հարկադիր ծառայություն, վկայակոչելով դատարանի որոշումը, այդ ուրախություն, ազատությունը ձեզանից խլելու է, այնպես որ ուշադիր եղեք։ Այն մեղադրանքները, որ ուղղված են Վեհապար Հայրապետին, որ ուղղված են Արշակ Սրբազանին, որ իրենք խախտել են իրենց կուսակրոնության ուխտը եւ վերջերս նաեւ Ստեփան Ասատրյանը նման մեղադրանք հնչեցրեց Միքայել Սրբազանի նկատմամբ, որ նա կին եւ երեխա ունի, երբեմն էլ այս մեղադրանքները փոխադարձ են լինում։ Տեր Վարդանեսը նման մի հայտարարություն եւս կատարեց իր հարցազրույցներից մեկում, նշելով, որ Արման Սարոյանը շնացել է։ Ես կխնդրեմ այս խնդիրներին անդրադառնալ։ Մենք կարող ենք ենթադրել, որ իսկապես նման խնդիրներ եկեղեցում եղել է, թե սա ուղղակի որոշ ինչ-որ հայտարարություններ են մեղադրական մեկը մյուսի նկատմամբ։ Ես անկեղծ ասած այնքան կուզեի ձեր հարցին ըստ էության ամբողջական պատասխանել, նկատի ունենալով եւ կանոնական կյանքի եկեղեցու եւ կանոնական մտածողությունը եւ նաեւ այսօրվա դարաշրջանի մեր բարոյագիտական, բարոյականության ուրեմն անկումային մակարդակը։ Շատ կուզենայի անկեղծ ասած, բայց ես չեմ անդրադառնա այսօր այդ թեմաներին։ Պարզապես մի բան կասեմ։ Նրանք, ովքեր մեղադրանք են, ընդ որում երբեմն արժանապատվությունը դիմացինի ոտնահարող, այսինքն զգում ես, որ մարդը չի հարգում։ Հասկանում եք։ Ես պարզապես կուզեի, որ հայելի մեջ մարդիկ իրենց նայեին։ Լավ է, հայելու փիլիսոփայությունը շատ դրական բան է։ Կա այդպիսի մուլտֆիլմ էլ կա նկարած, չէ՞, հայտնի մուլտֆիլմը հայկական հայելի մասին։ Կուզեմ, որ նման մարդիկ դիմացինին դատելուց, քննադատելուց առաջ իրենց հայելու մեջ նայեին ամեն դեպքում, որպեսզի նաև բարոյական իրավունք ստանային որևիցե քննադատական կամ մարդու մեղադրական խոսք արտասանելու։ Քրիստոնեական չէ մեղավոր մարդու մեղքը հանել, մտցնել այդ նույն մեղավոր մարդու աչքը սեփական անձնային կամ խմբակային շահը առաջ տանելու համար։ Առավել ևս օգտվելով պետական ռեսուրսից, որը ուժայինի տիրապետող է։ Բացարձակ քրիստոնեական չէ սա։ Ամենամեծ օգնության կարիքը ունի հենց մեղավոր մարդը։ Եվ ես այստեղ եղբայրական զորակցություն չեմ տեսնում։ Ի վերջո միաբանություն է, չէ՞։ Ի վերջո եկեղեցի է, որոնք մեկս մյուսի հետ կապված ենք ոչ թե արյամբ,
այլ մկրտության կապով։ Այսինքն քույր եղբայրության կապը կա, որտեղ բոլորիս հայրը երկնքում մեկ Աստված է։ Այդ դեպքում ինչ արժեք ունի մեր աղոթքը, որ ասում ենք հայր մեր, երկնքում ճանաչելով Աստծուն, մենք էլ որպես հավաքականություն, բայց տարրական, եղբայրական զորակցություն չկա մեղ գործած թեկուզ հոգևոր եղբոր հանդեպ։ Բա ուր է քրիստոնեություն։ Սա պարզ քրիստոնյայի արարք չէ, էլ ուր մնաց օծված հոգևորականի, էլ չեմ ասում բարձրաստիճան։ Գտնում եք, որ նրանք ուղղակի մոլորվել են, որ ուղղակի նրանց սատանայի շանկերի մեջ են հայտնվել, ճնշող ինչ-որ։ Անում են այն, ինչ որ գիտակցաբար են անում, եւ անում են գիտակցաբար։ Այսինքն շահ են հետապնդում որոշակի։ Իմ կարծիքով կա վախ, կա ատելություն, ողակալություն ինչ-որ իմաստով։ Պողոս առաքյալն ասում է դրանով նաև գծելով եկեղեցու նախնական շրջանի կյանքը եւ դրանով տալով մեզ թե որն է ճանապարհը քրիստոնեական, որ եկեղեցու ներսում տեղի ունեցող վեճերն ու անհասկացողությունները մի հանեք եկեղեցուց դուրս աշխարհիկ դատարաններ։ Լավ։ Նույնիսկ խորհուրդ է տալիս եթե անարդարություն կա, այդ անարդարության մեջ մնացեք տառապեք, ասենք անցեք խաչի ճանապարհ, բայց մի հանեք դուրս։ Հիմա որ այսպես ասում են, բայց հայրենի պետությունը դա դուրս չէ, չգիտեմ, ինչ չէ, բա իմ իրավունքները եւ այլն։ Ու իրավունքներից խոսում են այնպիսի մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենցից ավելի ստորադաս պաշտոնյաների իրավունքներն են կոպտագույն կերպով խախտել։ Այս ցավը սա է։ Նույն փոխ խոսում են մարդիկ ու ինչից են խոսում, որոնք իրենք են ինչ-որ իմաստով նպաստել մեր եկեղեցու հանդեպ այդ հասարակական քննադատությունների նյութը տվել։ Որ ասում են բժիշկյա ինքդ քեզ առածը կա ավետարանական։ Բայց նորից վերադառնանք հայելու պատմությանը։ Հայելին մեծ իմաստ ունի։ Նույն Պողոս առաքյալին մեջ բերելով Ստեփան Ասատրյանը ասում է պետք է պատերազմել խաղաղության հասնելու համար։ Ինչ ճիշտ պատերազմի մեջ են նրանք հայտնվել։ Բայց իրենք ասում են խաղաղություն անեն, ոչ թե պատերազմ։ Մի հատ թող կողմնորոշվեն, հիմա իրենք խաղաղությունը պատերազմով են գնում։ Իհարկե, ինչ ուզում խոսում են։ Հասկանում եք։ Ես ուրիշ բանի վրա կուզեի ուշադրություն դարձնել։ Ցավալիորեն իմ գաղափարները, իմ քարոզչությունը այդ դաշտի հատկապես շատ հոգևորականներ վերցնում առանց հեղինակային իրավունքները հարգելու քարոզչություն են անում։ Ժամանակին ես թույլ էի տալիս, ասում եմ խնդիր չկա։ Մարդկանց հոգու փրկության համար ոչ մի խնդիր չունեմ, կարող եք չհիշատակել, որ գաղափարներից ինձ եք վերջեկամ, բայց ճիշտ չէ, որ օգտվում ես քո ուսուցչի գաղափարներից, գնում քարոզում ես, իմաստուն ես երևում, ժողովուրդ ես հավաքում, հետո դա օգտագործում ես քո ուսուցչի կեցվածքի դեմ։ Ճիշտ չի ինձ թվում։ Իսկ ինչ ճակատագիր է սպասվում այն հոգևորականներին, նաև բարձրաստիճան հոգևորականներին, որոնք այս պահին կարգված են, բայց դեմ են գործում վեհապար հայրապետին։ Ասենք ինչ ճակատագիր է սպասվում Նավասար Սրբազանին, Սիոն Սրբազանին, Տեր Մկրտիչին, որ կարծես թե ամենաակտիվն է այս գործընթացում, Տեր Արարատին, իհարկե Օրդոյանի նկատի ունեմ։ Ինչ ճակատագիր է սպասվում նրանց։ Ես դատավորը չեմ, անկեղծ ասած։ Ես շատ կուզեի, որ մեր եկեղեցում գործեր կանոնական իրավունքը ըստ էության եւ կանոնները որոշեին, այսպես ասած, այդ ձեր ասած մատնանշած ճակատագիրը, որովհետեւ սովորաբար երկրի կյանքում էլ այդպես։ Դատավորը անկախ է եւ ենթարկվում է օրենքին, չէ՞, ձևակերպումը կա։ Ուրեմն դատավորը ինքը չի որ դատում, օրենքն է իրեն ստիպում, որ ինքը շարժվի։ Կա օրենք, որը մարդկային հարաբերությունները կարգավորում է,
Եկեղեցու ներսում կյանքը կարգավորվում է կանոններով, եւ այդ օրենքները, այս դեպքում կանոնները, իրենք են մղում, որ համապատասխան մարմինները շարժվեն եւ որոշակի ուրեմն սանկցիաներ կամ թեկուզ ներողամտություն կիրառել։ Մեր դեպքում հասկանալի է, որ առաջի տեղում լինելու է ներողամտությունը։ Վերականգնում, այսպես ասած։ Եկեղեցին սովորաբար միշտ այսպես առաջնորդվել։ Եկեղեցու կյանքում եկեղեցին ուժային կառույց չէ։ Ասենք կաթոլիկների նման ոչ ինկվիզիցիա է արել, ոչ էլ խաչակրած արշավանք է կազմակերպել զենք ու զրահով։ Թեև մեր ժողովրդի մի շերտ կա, հա եկեղեցուն մեղադրում է այդ մեղքերի մեջ։ Ասենք խոսում է հայ եկեղեցու մասին, աթեիզմի կամ նեոեթանոսական դիրքերից կամ աղանդավորական, ու ասում է դուք ինկվիզիցիա արեցիք, չհասկանալով, որ հայ եկեղեցին իր կյանքում ինկվիզիցիա չի արել, կաթոլիկ եկեղեցում է գրանցվել։ Սեփական եկեղեցում մեղադրում է ուրիշի մեղքի համար։ Հայ եկեղեցում միշտ այդ ծայրահեղ սանկցիաները կիրառվել են այն դեպքում, երբ որ հասկացվել է, որ կամ ընկալվել է, որ թթխմորը մեծանում է եւ կարող է ամբողջ զանգվածը թունավորել, վնասել։ Նույնը նզովքի պարագային։ Ի վերջո հայ եկեղեցու կամ եկեղեցու սանկցիաները որոնք են։ Զգուշացումները, կարգալույծությունները հոգեվորականների պարագային, բանադրանքները եւ ամենավերջի ծանր սանկցիան, այսպես ասած, նզովքը եւ եկեղեցու հաղորդությունից զրկել, այսինքն որ մարդը հայտարարվում է եկեղեցուց դուրս։ Բայց գիտեք ինչի է նման։ Սա նման է, որ ծառի մի ճյուղը չորացել է կամ վարակիչ հիվանդությամբ է տառապում եւ վտանգը կա մյուս ճյուղերն էլ վարակելու, հիվանդացնելու, վնասելու։ Ընդհանրապես էտի մգրատով դա կտրելն է։ Ինքը արդեն չոր է։ Եվ նույնն է, ինքը արդեն վարակված է, ընդ որում անբուժելի կերպով։ Ես մեկ-մեկ զարմանում եմ մարդկանց տգիտության վրա, երբ որ ասում են, մանավանդ քաղաքական որոշ դեմքեր կան անհասկանալի, ասում են, նզովքով են, անեծքով են զբաղված հոգեվորականները։ Հոգեվորականները անեծքով չեն զբաղված, հոգեվորականները, եթե ստատիստիկա անեք, եթե իհարկե ուզում եք դա անել, կտեսնեք, որ հոգեվորականների շուրթերից անընդհատ լսում է խաղաղություն, ամենեցուն, ուրեմն արտահայտությունը, հատկապես սուրբ խորանից, եւ անընդհատ օրհնություններ են լսվում։ Դա պտտվեցիք։ Անեծքի կամ անեծքի մասին պետք չի խոսել, դա եկեղեցական եզրաբանություն չէ։ Նզովքն է, նզով բանադրանք։ Մարդիկ չեն հասկանում, որ հայ եկեղեցում Գրիգոր Լուսավորչից սկսած ամեն կիրակի օր կամ ամեն հավատամք արտասանելուց հետո նզովք է հնչում։ Նրանք, ովքեր սխալ վարդապետություն ունեն, ուրեմն Հիսուս Քրիստոսի հանդեպ կամ Որդի Աստծո հանդեպ եւ սխալ վարդապետություն ունեն Սուրբ Հոգու հանդեպ, ընդհանրական, առաքելական Սուրբ եկեղեցին նզովում է եւ այդ գաղափարախոսություն եւ այդ գաղափարախոսության կրողներին։ Նոր հիշեցիք, որ եկեղեցում նզովք կա։ Կամ յուրաքանչյուր հոգեվորական, որ ձեռնադրվում է, ձեռնադրության նախորդ օրը ընծայվում է եւ այդ ընծայության շրջանում, այդ ծիսակատարության ընթացքում 150-ից ավել նզովք կա կամ ուղղություն կամ մարդ կա, որոնց ընծայալը նզովում է, բարձրաձայն բոլորի առաջ ասում է, որ մերժում եւ նզովում է եւ դրական ուղղվածությամբ ասում է, որ խոստովանում եւ հետևում եմ ուղղափառ վարդապետներին դարձյալ անունները թվարկելով։ Այսինքն նոր իմացակ, որ հայ եկեղեցում, դա էլ հայ եկեղեցու սանկցիան է։ Իրանց խնդիրը հիմնականում դա չէ, ասում են վեհապար հայրապետը։ Սա սիրո հետ կապ չունի նզովելը։ Ասեցի, նզովքը դա ճյուղը կդրելն է, որ ամբողջ ինչը վարակեն։ Հետո նզովքը տենց հեշտ չի տրվում։ Այսօր իդեպ ասեմ ձեզ, իմ աստիճանի գնահատման, վարդապետական աստիճանի գնահատման բազմաթիվ անձինք հայ եկեղեցու ավազանում կնքված
Եվ նույնիսկ կասեի խմբեր արժանի են նզովքի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից, ինչը չի արվում։ Իմ կարծիքով արժանի են, որովհետև իրենք փչացնում են, իրենք խախտում են հայ եկեղեցու ընդհանուր հաղորդությունը, իրենք պառակտում են մտցնում եւ արժանի են նզովքի։ Ձեր պատարակների վերջում, պատարակի ավարտին, ինչու եք աղոթում Արցախ աշխարհի համար, պատերազմի կոչ եք անում։ Մենք ոչ մեկի պատերազմի կոչ չենք անում, իդեպ ես ասեմ, այստեղ մեծ մոլորություն կա, մեծ խաբեություն կա։ Պատարակամատույցի մեջ իրապես չի եղել այն հատվածը, երբ աղոթք է արվում Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այս հանրապետություն հայոց, եւ այս ժողովուրդն հայոց զորացուց ցեզ եւ պահպանես ցեզ համայրամս ընտովանյավ ամենազորաչոքո իշինություն, իխաղության եւ հանսասանության։ Այս կտորը վեհապարի եւ առաջնորդի հիշատակությունից հետո ավելացվել է առաջին հանրապետության տարիներին, երբ որ երկար ժամանակ պետականություն չունենալուց հետո ձեռք ենք բերել պետականություն, առաջին հանրապետություն։ Եվ դա ավելացվել է։ Դրա համար մեր հին պատարակամատույցների մեջ չկա այդ հատվածը։ Հետո երբ որ Արցախ աշխարհը ազատագրվեց, հայ եկեղեցին նաև այդտեղ ավելացրեց Արցախը։ Հիմա մենք Արցախը արտասանում ենք այդ հատվածում այդ ավելացումից հետո։ Միտքս հասկանալի էր։ Այսինքն որ ասում են, այդ հիմա ավելացրեցինք, 30 տարի այդ աղոթքը, այդ դուք չեք եկել եկեղեցի չեք լսել։ Ու գիտեք, զարմանալի ինչ կա։ Մարդիկ չսովորած արդեն ուզում են մեզ սովորեցնել։ Երկիրն էլ այդպես կառավարվում։ Այսօրվա երկրի կառավարիչները մեզ կառավարում են, ասես դեռ դպրոց են գնում, դեռ սովորում են։ Այո, Արցախ աշխարհի համար աղոթելով մենք աղոթում ենք եւ մեր պատմական ուրեմն հայրենիքի համար, որը հիմա զավթված է։ Մեր եկեղեցիների համար ենք աղոթում, որ մնացել է այնտեղ եւ հիմա պղծում են եւ մենք ձայն չենք հանում։ Եվ ի վերջո աղոթում ենք Արցախ ասում եւ Արցախայության համար։ Ինչ Արցախայություն չկա։ Վերջ, չկա Արցախայություն։ Չաղոթենք Արցախայության համար։ Վեհապար Հայրապետին Մայրաթորի հոգևորականների մեղադրում են այն ամենի համար, որ աղանդավորական կյանքը տարածում է գտել Հայաստանում։ Ինչ կարող էր անել Մայրաթորը այն կանխելու համար, ինչ քայլեր է ձեռնարկել։ Ինքան հեշտ է մեղավոր նշանակելը եւ ցավոք սրտի մեղադրում են այնպիսի մարդիկ, որոնք իրենք հայարակելական եկեղեցու զավակ ունելով մատը մատին չեն տվել, որ իրենց շրջապատում քրիստոնեական վկայություն տված դինեն։ Բոլորին թվում է, որ հայ եկեղեցու առաքելությունը միայն հայ հոգևորականի ուսերին է դրված եւ իրենց առաքելությունը միայն գալ մոն վառելն է։ Յուրաքանչյուր քրիստոնյա վկա է Քրիստոսի։ Այլ խնդիր է, որ օծյալ հոգևորականը շատ ավելի առաքելություն ունի եւ քարոզչության եւ սուրբ խորհուրդների մատակարարման եւ հսկողության, որպեսզի հավատացյալների դաշտը կամ եկեղեցին հարձակումներից զերծ մնա եւ գաղափարական եւ ուղիղ։ Այսինքն բոլորս ենք կոչված ուղղափառ դավանանքի մեջ մնալու, հայ առաքելական սուրբ եկեղեցու վարդապետության մեջ մնալու եւ դա լույս արձակելու, որպեսզի մյուսները տեսնեն։ Աղանդավորությունը ինչ աղանդավորություն, դա ճշմարտությունից շեղված ուղղություններ են։ Քրիստոսի ժամանակերն են եղել, միշտ են եղել, որովհետեւ միշտ կան որոմ ցանողներ։ Կա ցորեն, բայց ցորենի մեջ միշտ կա մոլախոտ։ Այսինքն մենք չենք կարող իդեալական մի պատկեր ունենալ, որ երբևիցե աղանդավոր չի լինելու, միշտ լինելու է։
Եվ Առաքյալն էլ է ասում, ասում է այդպիսի ուրեմն խմբեր պիտի լինեն, որ ընտիրները Երևան նաև այդպիսի խոսք ունի Պողոս Առաքյալը։ Բայց հիմա ուրիշ կողմով դիտարկենք։ Այո, ես այն հոգևորականներից եմ, որ կարծում եմ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան, թե ինչու Հայաստանում աղանդավորությունը ծաղկում ապրեց։ Օբյեկտիվ պատճառները նրանք են, որ մենք պատրաստ չէինք խղճի ազատության օրենքը ընդունելով մեր դռները լայն բացել դրսից եկող ուրեմն միսիոներների առջև։ Մենք պատրաստ չէինք դրան։ Ոչ եկեղեցիներ պատրաստ Մայրաթոր Սուրբ Էջմիածին իր հոգևորականությամբ, ոչ եւ նաեւ հավատացյալներով, ոչ էլ ուրեմն մեր հասարակություններ լայն պատրաստ։ Բացի դրանից դա այն շրջանն էր, որ մենք շատ քիչ հոգևորականություն ունեինք։ Հետևաբար մեզ ժամանակ էր պետք, որպեսզի հոգևորականության փաղանք ձևավորվեր։ Մի հոգևորական պատրաստելու համար 10 տարի ժամանակ է պետք։ Մենք 30-ամյա ընդամենը մի քիչ ավել անկախություն ունենք։ Արդեն խորհրդային շրջանի վերջից լցվել էին եւ մեր երկրում բազմաթիվ աղանդավորներ կային, թաքուն էին գործում։ Ես դրա դպրոցական տարիներին դրանց զոհերից մեկն եմ եղել առաջի երկրորդ դասարանում։ Ես ձեր ուշադրությունն եմ ուզում դարձնել մի շենք, որը կառուցվել է 1892 թվականին։ Ուշադիր նայեք, տեսնեք, որ սա հին Երևանի շենքերի ճարտարապետությամբ է սարքած։ Եվ ինչի համար եմ ուզում, որ ուշադրություն դարձնենք։ Սա պահպանված է։ Հին Երևանը չկա։ Իսկ սա կա։ Ինչու՞։ Որտեղ կա պահպանող։ Իսկ Երևանը ինչու չկա։ Որտեղ չկա պահպանող։ Կանցնեն դարեր, դարձյալ եկեղեցական կառույցները պատմական կմնան եւ ինչ որ մի կամ անգրագետ կամ միտումնավոր կեղծողները կասի ամեն ինչը եկեղեցի են սարքել, ամրոց չեն սարքել, կամուրջ չեն սարքել, իրականում ամեն ինչը սարքվել է, չի պահվել։ Եվ մեր ժողովուրդը այս իմաստով մեծ խնդիր ունի, մենք ստեղծագործող ենք, յուրաքանչյուր հայ պոտենցիալ գենետիկորեն օժտված մեկն է։ Այս մեր խնդիրը պահելն է։ Մենք կարող ենք ստեղծագործել, կարող ենք սարքել, բայց պահելու հարցում մենք թերանում ենք։ Պահել արտաքին թշնամուց, պահել ներքին թշնամուց։ Ջերմարան այսօր քանի ուսանող ունի։ Եթե չեմ սխալվում, մոտարապես 70։ Հիմա միտքս վերջացնեմ։ Այսինքն օբյեկտիվ պատճառն այն է, որ դաշտը վարուցանք անելու հոգևոր իմաստով այդ ներուժը չկար։ Եվ մենք էլ այդ խղճի ազատության օրենքը, դավանանքի ազատության օրենքը ընդունելով մենք դռները բացեցինք, մի մասն էլ օգնությունների անվան տակ եկան եւ սկսեցին քարոզել։ Մյուս կողմից սակայն ես կարծում եմ, որ այն մարդկային հոգևոր մտավոր ուժը, որ ուներ Մայրաթոր Սուրբ Էջմիածինի դեմս իր հոգևորականության եւ ինչու՞ չէ նաեւ աշխարհիկ ծառայողների։ Կարծում եմ սա էլ սուբյեկտիվ պատճառ է, որ մենք լավագույնս չօգտագործեցինք, այո, եւ դրա մեջ ես տեսնում եմ նաեւ մեր մեղավորությունը։ Գայթակղության պատճառ շատ դարձանք։ Բացի դրանից, գիտեք, անընդհատ հասարակության մեջ մոլորեցնող մտքեր են շրջանառվում։ Մենք չենք կարևորում դրա քայքայիչ ազդեցությունը եւ չենք փորձում դեմն առնել ճշմարտությունը ասելով, լուսաբանելով, ոչինչ որ հալածանքի ենթարկվենք։ Դրա ես նաեւ խնդիրներից մեկը տեսնում եմ, որ Մայրաթոր եւ պետություն կամ այսպես ասած հոգևոր աշխարհիկ իշխանությունների հարաբերությունները կարգավորվել են այնպես, որ նաեւ աշխարհիկ իշխանությունների թույլ տված անարդարությունների, կեղեքումների մեղքը նաև ընկել է Մայրաթորի վրա շատ հաճախ։ Այն իմաստով, որ հոգևորականները ինչու չեն բարձրաձայնում եւ չեն խոսում։ Իսկ շատ բարդ հարվածների միջով է այ հոգևորականը միշտ անցնում։ Եվ
որևիցե կողմին չի կարող երբեք գոհացնել։ Սա հոգևորականը, հայ հոգևորականը լավ գիտի եւ լավ պետք է իմանալ։ Հայ հոգևորականը պիտի առաջնորդվի ճշմարտությամբ։ Նույնիսկ եթե այդ ճշմարտության բարձրաձայնում եւ այդպես ապրելը իրեն կյանք է արժենալու, այլապես մենք ունայնացնում ենք մեր Տիրոջ խաչի խորհուրդը։ Եթե մենք պիտի փախչենք խաչի խորհրդից, բայց ժողովրդին չենք քարոզելու, չենք քարոզում։ Եթե մենք պիտի վախենանք, խաչը ի վերջո ինչի արդյունքում ա ծնվել։ Ինչ մահվան գործիքը ինչի մեզ համար դարձավ խորհրդանիշ, խորհուրդ։ Խաչը ծնվեց, երբ որ անձնավորված ճշմարտությունը բախվեց աշխարհի կեղծիքին։ Անձնավորված սերը բախվեց աշխարհում առկա ատելությանը եւ անձնավորված արդարությունը աստվածային բախվեց մարդկային անարդարությանը։ Ուղղակի մարդու կերպարանք առած եւ ծնվեց խաչը, որի վրա գանվեց մարդեղացյալ Աստծո որդին։ Եվ ճանապարհն է նաեւ մյուս արդարների։ Եվ դա նաեւ 5 տականի մտածողության մեջ էր այդպես։ Ռաբիները խոսք ունեն։ Սա չի կարող լինել այս աշխարհում մի ցադիկ արդար մարդ, որը հալածանքի չենթարկվի, չի կարող ուղղակի։ Իսկ եթե հոգևորականը փախչում է եւ հարմարավետություն է փնտրում, վախենում է իշխանություններից, այդ դեպքում մենք ինչու ենք այս սրբերի տոները նշում, բարեխոսությանը դիմում, վերջո դրանք նաեւ մեզ համար կերպարներ են, չէ, իդեալներ են հետևելու։ Եթե հոգևորականը չի հետևելու, իսկ ինչ բարոյական իրավունք ունի մղելու, որ հավատացյալները հետևեն։ Մայրաթորի տարածքում այս երկու խաչքարերը, որ դրված են, սրանք պատճենահանումն են այն խաչքարերի, որոնք այսօր գտնվում են մեր պատմական հայրենիքում, Թուրքիայում, եւ անտերության մատնված բարձր հայքի տարածքում է, անմարդաբնակ ինչ-որ վայրում, ասեք խաչքարերը յուրահատուկ են, սովորաբար մենք խաչքարերը ուրիշ ձև ենք միշտ տեսել, եւ Մայրաթորը ճիշտ պատճենահանած այս խաչքարերը այստեղ դրեց, զուտ որպեսզի եւ լուսաբանվեց չքանդվեն մեր պատմական հայրենիքում այդ հուշարձանը պատմական, որ մեր հայրերն են սարքել եւ որը մեզ համար պատմական արժեք է։ Մի տեսակ մի ինչ-որ դիվանագիտության մի դրսևորում էր այս խաչքարերի այստեղ բերել դնելը, զուտ որպեսզի թեպետ որ ուզենան քանդեն չեն նայի մեզ, ամբողջ աշխարհի արչեւ, աչքերի արչեւ Նախիջևանում մեր խաչքարերը ուրեմն քանդվեցին եւ պատասխան չտվեցին մինչեւ հիմա։ Բայց ամեն դեպքում մի փորձ էր դրանք այստեղ անմահացնելու ողջուն եւ կանխելու այդ խաչքարերի քանդումը պատմական Հայաստանում։ Այսօր լինելով առաջին քրիստոնյա պետությունը, ինչու ի վերջո մեզ չի հաջողվում դառնալ այն հոգևոր Հայաստանը, որի մասին տարիներ շարունակ երազել են մեր գրողները, բանաստեղծներն ու մտավորականները։ Ինչի օրինակ մենք չենք կարողանում դառնալ այն հոգևոր Հայաստանը, որի մասին երազել էր Վահան Տերյանը։ Մենք լսել չգիտենք եւ խոնարհ չենք դրանից։ Լսել չգիտենք։ Մեր ականջը խուլ է։ Երբ վերլուծում եք այս իրավիճակը, եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակը, ինչ եզրահանգման եք գալիս, որ բնական Սատանան ի վերջո հաղթեց եւ ձեզ հոգեվորականներից եւ մեզ աշխարհիկներից, հավատացյալներից։ Չէ, Սատանան երբեք չի հաղթում։ Երբ որ ավակ ուրբաթ-օրը Հիսուսին խաչողները տոնում էին իրենց հաղթանակը, ուրախությունը, եւ Հիսուսի հետևորդներն էլ սգում էին իրենց ձախողումը, չէ՞, թվացյալ հաղթանակ էր եւ թվացյալ ձախողում էր։ Լավ, արդեն շաբաթ եւ հատկապես կիրակի առավոտյան բացահայտվեց, որ ավակ ուրբաթ-օրը թվացյալ էր այդ պարտությունը։ Այնպես որ ես չկարծում, որ Սատանան հաղթում է։
Եվ եւս մեկ հարց եւ ամփոփենք մեր հարցազրույցը։ Ինչու է դեպի Աստծուն տանող ճանապարհը այսքան քարքարոտ, այսքան բարդ ու խրթին, այնքան բարդ ու խրթին, որ անգամ հոգևորականները, ընդ որում բարձրաստիճան հոգևորականներն են մոլորվում։ Դուք գոյաբանական հարց եք տալիս, այդ նույն հարցից կարող եմ ասել, ինչու դրախտում մարդը չպահեց այդ ամբողջ դրախտային վիճակը եւ ավելին ուզելով ստացավ դժոխային, ուրեմն հեռանկար ունեցավ։ Չէ՞։ Ինչու կորցրեց դրախտը մարդը։ Իր ամեղությունը ինչու կորցրեց։ Որովհետեւ մենք ընտրելու հնարավորություն ունենք։ Եվ ամբողջ այդ ընտրելու հնարավորության մեջ է նաև գաղտնիքը։ Որտեղ եթե ընտրելու հնարավորություն չունենանք, ինչ որ սիրելու հնարավորություն կունենանք, ոչ գեղեցկությունը վայելելու հնարավորություն կունենանք, հասկանում եք։ Իհարկե ընտրության հնարավորություն նաև տալիս է տառապանք, մեղք, այլանդակ բաներ, ի վերջո ընտրում ենք, չէ։ Ընտրողը մենք ենք։ Ընտրողը մենք ենք, այո։ Եվ Աստված հեռանկարը նշել ասլա, այս ճանապարհը տանում դեպի կյանք, այս ճանապարհը տանում կործանում մահ։ Այս ճանապարհը ընտրեք։ Քարքարոտ է, նեղ է եւ այլն, բայց այս ճանապարհն է տանում։ Հիմա մարդ առաջի մարդու մեղքի նման, որտեղ առաջի մարդու մոդելը դա մեր բոլորիս կյանքն է։ Ադամը դա մենք ենք։ Ադամ եւ Եվան դա մեր կյանքն է։ Ինչ արեց իրականում, որը մեր ժողովուրդը սիրում է անել։ Միշտ սիրում է լսելու կեղծ խոսք, որը արտաքինից ճշմարտանման է, ինչ որ ճշմարտություն է, բայց դրա այդ փաթեթավորման մեջում տեղավորված է ամբողջ թույնը եւ կլլում է դա, բայց ինքը սեփական կամքով է դա անում։ Ադամն ու Եվան իրենց սեփական կյանքով մեղան։ Իհարկե պատրանքը եկավ կողքից, այդ գայթակղություն, այդ շշունջը, որ Աստծուն ներկայացրեց չկամ կերպարով, որ ասես դուք այդ սահմանափակումը չհարգելով, այդ արգելված պտուղը ճաշակելով դառնալու եք անմարներ, ամենակարողներ, ինչ որ մարդու ձգտումն է։ Այդ ձգտումը Աստված է մեր մեջ դրել։ Բայց Աստված ասում է, «Էսա ճանապարհը անմա դառնալու, աշխարհը ճանաչելու, լավ, երջանիկ երանավետ կյանք ունենալու»։ Եվ հանկարծ կողքից գալիս է շշունջ, նույն բանն առաջարկում։ Բայց Աստծուն չհնազանդվելու, ասել է թե սեփական էությանը դեմ գնալու, իր ինքնությունից խորթանալու ճանապարհով։ Հետո հասկանում ենք, որ մերկ ենք։ Այն ինչ որ ակնկալում էինք, որ պիտի ստանանք, հասկանում չստացանք, որովհետև լսեցինք ինչ որ օտարամուտ, ինչ որ մեր ժողովուրդը անում է իրականում։ Եվ մեր ժողովուրդը կարիքը ունի առաջնորդների, ընդ որում նահատակ առաջնորդների, նահատակության գնով պատրաստ առաջնորդություն ստանձնելու առաջնորդների, որոնք ունեն քաջություն, որոնք ունեն իմաստնություն, խելք եւ որոնք ունեն ազնվություն եւ սիրում են մի քիչ մեր հայրենիքը, մեր պետությունը, մեր ժողովրդի։ Մեր ժողովրդի կարիքը ունի առաջնորդության, կառավարման համակարգի, որի պատճառով ենք նաև մենք Արցախը կորցրել։ Հուշարձանը այստեղ վերխոյացող տեսակ խաչքարերի եւ սրերի համադրությամբ նվիրված է 1915 թվականի զոհերի հիշատակին եւ իդեպ նախորդում է Ծիծեռնակաբերդին։ 1965 թվականին է բացվել, բայց նախորդել է Ծիծեռնակաբերդի բացմանը։ Ճարտարապետը իսրայելյանն է Ռաֆայել, որ նաև ճարտարապետն է Սարդարապատի այդ հոյակերտ հուշարձանի։ Բայց սա ինչ է խորհրդանշում եւ ինչ պատմություն կա սրա հետ կապված։ Հայոց ցեղասպանությունից հետո նաև ցեղասպանվում է մեր հիշողությունը։ Երբ որ մենք խորհրդային շրջան ենք մոտ գործում, թույլ չի տրվում հիշել։ Եվ այդ հիշողությունը եւ հիշատակը պահվում է դարձյալ
հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Երբ որ 1919 թվականին այդ հիշատակության օրը մուտք է գործում հայոց եկեղեցու օրացույց կամ տոնացույց։ Եվ գիտեք ինչ ներդարկի, որ կոչվում էր սգատոն։ Նայում ենք օրացույցները, ապրիլ 24-ը նշված է որպես սգատոն։ Ուրեմն եկեղեցու միջոցով տոնվել է կամ հիշատակը նշվել է, մինչև որ կգա այնպիսի մի շրջան, երբ ազատություն կունենանք հիշելու մեր ազգի հետ պատահած այդ մեծագույն եղեռնը, ողբերգությունը, անարդարությունը, որը մինչև այսօր չի վերականգնվել։ Աշխարհը այդպիսին է։ Կողքը Խրիմյան հայրիկին խորհրդանշող ուրեմն աղբյուրն է, եթե նկատեք, արծիվի կերպարանքով վերևը եւ ներքևը շերեփի տեսքով հուշարձանը։ Ուրեմն Խրիմյանի հայտնի խոսքը կա Բերլինի կոնֆերանսին, որ մասնակցել է, եւ իրավունքներն ու այսպես ասած աշխարհը այդ կոնֆերանսներից ով իր բաժինը ոնց է տանում, ինչ է անում, համատում է մի կաթսայի հետ, որտեղ շոր բան կա եւ ամեն մեկը մոտենում է իր շերեփով իր բաժինը տանելու եւ մեր շերեփը հաստորեն երկաթյա չի լինում։ Թղթե է լինում, որով ոչինչ չես կարող վերցնել։ Ցավը այն է, որ մենք Խրիմյան հայրիկի այդ դասը այդպես էլ չենք սովորում։ Եվ արդյունքում կողքը հայտնվում է ցեղասպանության նվիրված հուշարձան, մյուս կողքը հայտնվում է այլ հուշարձան, որը դարձյալ կապված է պարտության հետ կամ թեկուզ հաղթանակի դիմադրության, բայց որը արդյունքում այդ դասը չսովորելու պատճառով է, որ այդ հուշարձանները մեկը մյուսի հետևից ուրեմն վեր են խոյանում։ Այնտեղ մենք խոսեցինք մի պատմական անձնավորության մասին, Գևորգ IV-ի մասին, որը հիմնադիրն է Գևորգյան հոգևոր ճեմարանի, որ Մատրիցան հետո կլինի Երևանի պետական համալսարանի ձեռագրերի հավաքչության գործի հիմնադիրն է, այսպես ասած, որ հետո կդրվի Մատենադարանի հիմքում, թանգարանի հիմնադրման, բայց ցավը գիտեք որն է, որ մեր ժողովրդի մեծագույն մասը չգիտի այդ պատմական անձնավորությունը Գևորգ IV-ին։ Ինքը այդքան բան է տվել մեր ժողովրդին մեզ, բայց մենք իրեն չենք ճանաչում։ Բոլորը ճանաչում են Խրիմյան հայրիկին, ով շատ հայտնի կաթողիկոս է եղել, հատկապես աչքի ընկած ազատագրական պայքարի այդ շրջանում, երբ Վարագավանքում էր գործում, կոչվում էր արծիվ վասպուրականի, այս արծվի քանդակը դա է խորհրդանշում։ Բայց Գևորգ IV-ին չենք ճանաչում։ Իմ կարծիքով Խրիմյան հայրիկը իր արժանի տեղը ունի մեր կաթողիկոսների շարքում, բայց Գևորգ IV-ին մենք դեռ պարտք ենք։ Իմ կարծիքով մենք պատմությունը գնահատելու սխալ սանդղակ ունենք որպես հավաքականություն։